Էվելինա Սարյան, Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու, ով կներկայացնի իր ծրագիրը եւ ապագա բարեփոխումները։ Նկարագրելի հաճելի է այսօր ձեզ հյուրընկալել, որովհետև բազմաթիվ հարցեր ունեմ ձեզ տալու, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը շուտով լինելու է Գլենդել քաղաքի հենց քաղաքապետարանի խորհրդի անդամի ընտրությունները եւ դուք դրել եք ձեր թեկնածությունը, ճիշտ է։ Այո, շատ ճիշտ, շնորհակալություն, որ ինձ այստեղ ընդունեցիք այս գեղեցիկ տաղավարում, շատ մեծ հաճույքով եմ այստեղ գտնվում։ Էվելինա ջան, միշտ իմ ոդքասթում սկսում եմ հարցնել ինչպես են մարդիկ տեղափոխվել ԱՄՆ, միտքը այն է, որ եթե ունենք այստեղ հայրենակիցներ կամ այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են տեղափոխվել, բայց ինչ-ինչ պատճառներով վախ ունեն, ուզում եմ այս միջոցով մարդիկ հասկանան, որ անկախ ամեն ինչից, անկախ տարիքից հնարավոր է հասնել ինչ-որ մի կետի եւ բարձրունքների։ Երբ տեղափոխվեցիք ԱՄՆ եւ արդյոք հեշտ էր դա ձեզ տարվել, թե դեռ փոքր տարիքում եք եղել, փոքր հասակում եք տեղափոխվել։ Ես չեմ ուզում քարոզել, որ մարդիկ Հայաստանից տեղափոխվեն ԱՄՆ։ Ընդհանրապես չեն քարոզում, ուղղակի մարդիկ կան, որ արդեն այստեղ են կամ գալու ճանապարհն են, որպեսզի իրենք էլ հասկանան արդյոք ինչ սպասեն։ Բարդ է նոր տեղափոխվել, ամեն դեպքում կյանքը նորից սկսել։ Առաջին ուզում եմ ասեմ, իհարկե չեմ ուզում քարոզեմ, որ տեղափոխվեն, բայց հիմա աշխարհի ընդհանուր բնույթը երկիր մոլորակ է այնպես է դառնում, որ ավելի անսահման են դառնում երկրները եւ մարդիկ կարողանում են տեղափոխվել եւ ապրել որտեղ իրենք են ցանկանում։ Եվ իհարկե այն ժամանակից, երբ որ ես եմ տեղափոխվել 97 թվականներ, դա շատ բաներ են փոխվել։ Միանշանակ շատ վաղուց էր դա։ Ամբողջ աշխարհում, ոչ միայն Գլենդելում, բայց իհարկե, երբ որ գալիս ես, պետք է սկսես 0-ից եւ քիչ-քիչ կառուցել, կարեւորը համբերություն ունենաս։ Երբ որ ես տեղափոխվեցի, երևի շատ եք լսել, որ Գլենդելը այս քաղաքը չէր, որ հիմա է, եւ ինչու՞ չէ, հայերի պատճառով, հայերի օգնությամբ նա դառավ այն քաղաքը, որ մենք այսօր ունենք, եւ այդ պատճառով էլ ես իմ տեխնացությունն եմ դրել, որպեսզի փորձեմ այս քաղաքը պահել այնպես, ոչ միայն պահել այնպես ինչպես կա, որ մեր երկրորդ հայրենիքն է դարձել, այլ ավելի բարգավաճի եւ դառնալ ավելի հարմարավետ եւ ապահով մեր հայրենակիցների համար, որոնք այժմ դարձել են մեր համակարգացիները։ Այո, 2026 թվականի հունիս ամսին է տեղի ունենալու ընտրությունները, ունեք հստակ ծրագիր, ինչ որ բարեփոխումներ կամ կա ձեր կարծիքով բացեր, որոնք դե բնականաբար կլինեն բացեր, բայց հստակ բացեր, որ անմիջապես փոխելու կարիք կա Գլենդել քաղաքում։ Ես կուզեմ ձեր հարցի առաջի մասին խոսել մի փոքր։ Այո, հունիսի 2-ին լինելու է ընտրությունները, բայց դա վերջի օրն է։ Թղթերը, որ ստանալու եք, որ քվեաթերթիկները, որոնք գալու են ձեր տուն, մայիսին են, մայիսի 4-ից դուք սկսելու եք դա ստանալ։ Եվ ամենակարևոր բանը, որ կարող եք անել որպես հայ, որպես քաղաքացի, որպես այս երկրի բնակվող մարդ, քվեարկել։ Ես չեմ ասում իմ համար անպայման քվեարկեք, որը շատ լավ կլինի, որ իմ համար քվեարկեք, որովհետև ունեք 3 տեխնացու, որի համար կարող եք քվեարկել։ Եթե ունեք արդեն ինչ-որ ծանոթ, ինչ-որ անձնավորություն, որ համակրանք ունի, արդեն մտածում եք, այս մարդուն պետք է տա իմ քվեարկությունը, բացարձակ խնդիր չէ դա, դուք կարող եք 3 հոգի ընտրել, դուք կարող եք ընտրել ձեր հավանած անձնավորությանը, ինձ եւ որևէ մեկ ուրիշ անձնավորության։ Եւ ուզում եմ բացատրել ինչ է այս տարի շատ կարեւոր, որովհետեւ հիմա մենք ունենք 2 հայեր։ Այո։ 3-ը պետք է նորից ընտրվեն։ 3 հոգի պետք է նորից ընտրվեն։ Եթե այդ կշիռը մենք խախտենք, որ հայրը ավելի քիչ լինեն, 5 հոգի պետք է լինի ընդհանուր քաղաքի խորհրդարանի մեջ, դա շատ մեզ տարբեր հետևանքների կբերի, որոնք մենք չենք ուզում։ Եթե ես ճիշտ հասկացա, որpիսի մեր դիտողն ճիշտ հասկանա, այն անձինք, ովքեր բնակվում են Գլենդել քաղաքում, փոստային ծառայության միջոցով ստանալու են ընտրաթերթիկներ նախապես մայիսից սկսված։ Այդտեղ լինելու են բոլոր 12 հոգի են տեխնացուները։ 12 տեխնացուի անուններ, որոնցից 3-ին իրավունք ունեք ընտրելու։ Դե մենք չենք ասում կոնկրետ ում ընտրեք, ում ցանկանում եք, բայց ցանկալի է դա իմ կողմից եմ ասում, հայերի ընտրեք գոնե։ Օրվա վերջ, որովհետև եթե 5 անդամ կա, 5-ից 3-ը հայ լինեն, ինչ որ օրենքի նախագիծ քննարկվի
քվեարկելու արդյունքում բնականաբար հայ ազգի ներկայացուցիչները կուզենան այնպիսի օրենքի նախագծի համար կողմ քվեարկել, որտեղ հայ ազգին օգուտ կլինի։ Այո, ճիշտ եմ Այո, հասկանում։ շատերը չեն մտածում, որ մտածում են առաջինը, եթե քվեարկեմ, ինձ կանչելու են jury duty, հայերեն չեմ կարող թարգմանել։ Որ ժյուրի ԱՄՆ-ում դատական համակարգը ժյուրի դոկտրին ունի, ինստիտուտ ունի, որը Հայաստանում չկա։ Այո, հայերը խուսափում են, բայց jury duty հետ բացարձակ կապ չունի։ Jury duty-ն էլի կկանչեն կամ չեն կանչի, անկախ նրանից դուք քվեարկում եք, թե չեք քվեարկում։ Միանշանակ, ես կարող եմ դա փաստել, որ ժյուրին բազան վերցնում են DMV-ից, ես շատ անգամ DMV-ն այդ վարորդական իրավունք ստանալու մարմինն է, եւ շատ անգամ վերջերս անգամ իրենք սխալվում են, որտեվ ժյուրի իրավունք ունեն կանչելու միայն ԱՄՆ քաղաքացիներին, կանչում են անգամ այն անձանց, ովքեր չունեն green card, ապաստարան կամ այլ ինչ-որ անձանց, ովքեր ընդհանրապես green card չունեն, այնպես որ դա կապ չունի, թերթիկը ստանալուց երևի թե պետք է ակտիվորեն քվեարկեք։ Դա առաջինը, երկրորդ խնդիրը որ ունենք, շատ մեր հայրենակիցներ եւ այժմ համակարգացիներ մտածում են, եթե ինչու պետք է քվեարկեմ, որովհետեւ երբ որ ապրում եի Հայաստանում, իմ քվեարկությունը ոչ միտեղ չէր գնում։ Հիասթափված են։ Սա Հայաստան չէ, այս դեմոկրատիկ երկիր է եւ ինքներդ արդեն տեսել եք, որ շատ անգամ գալիս է շատ մոտ ընտրությունների եւ այս կամ այն մարդն է շահում, որովհետեւ 1 ձայն ավել է լինում կամ 10 ձայն կամ 100 ձայն եւ այս անգամ հենց շատ կարևոր ընտրությունների մեջ ենք մենք, որովհետև այդ քաղաքի հավասարակշռությունն է կամ կպահպանվի կամ չի պահպանվի եւ արդյունքում ձեր երեխաները կգնան, ասենք թե կոնկրետ, եթե դպրոց են գնում, ինչպես գիտեք, զուգարանների խնդիր կար, որ աղջիկ տղա ինչ որ միտեղ պետքա գնան կամ չգնան, կամ դպրոցներում կոկա-կոլա են տալիս կամ չեն տալիս, նման հարցեր, որ ձեզ թվում է ձեր քվեարկությունը չի ազդելու կամ ազդելու է, անպայման ազդելու է։ Եթե դուք չքվեարկեք, դա էլ է քվեարկություն, նշանակում է դուք ձայն եք տալիս այն ուժերին, որոնք կողմ են նման տիպի կողմ են տարբեր բաների, որոնք չգիտենք ինչին են կողմ, ասենց ասեմ, եւ տարբեր կազմակերպությունների կողմերից դրթվում են անել այս կամ այն քայլեր։ Որովհետև ունեն ֆինանսավորում, իրենց ձեռ է տալիս։ Չեմ կարող բացատրել, որն է նրանց մոտիվացիան, բայց ինքնուրույն չեն որոշում ինչ անան։ Հիմա իմ տարբերությունը մյուս տեխնացուներից այն է, որ մենք փորձում ենք սեփական ուժերով ֆինանսավորել այս կեմպեյնը, ոչ թե որ ուզում ենք ուղղակի փող վատնել, բայց այն պատճառով, որ կախվածություն չունենանք այն կազմակերպություններից, որոնք թելադրում են իրենց ծրագրերը Glendale քաղաքի մեջ, օրինակ brand փողոցում վերևի մասը, որտեղ ես խանութ ունեմ, բերեցին դրեցին հեծանվի կայանատեղեր, ոչ թե կայանատեղ, այլ շրջանցք որ լինի, շրջանցք չէ, որ թանալի պես որ կարողանան անցնել այդ հեծանվի կետ երևի ավելի։ Եվ փողոցը փոքրացրեցին, պարկինգները հանեցին, արդյունքում ամբողջ այդ բիզնեսները որ կային, փողոցի վրա կանգնեցին, ոչ մի առևտուր չէր լինում եւ շատ վատ անդրադարձավ, ոչ միայն իմ խանութի վրա, բայց ես ծաղիկի խանութ ունեմ, Gravel-ը, մնացած բոլոր հարևաններն էլ տուժեցին, մենք սկսեցինք ստորագրություններ հավաքել, հյուրանոցնել, որ էլի մեր այդ անկյունում էր գտնվում։ Ստորագրություններ հավաքեցինք, որ հանեն այդ հեծանվորդներին, որովհետև առաջինը շատ հազվադեպ ենք տեսնում որևէ հեծանվորդ, երկրորդը հեծանվորդները նորից փողոցով էին քշում, չէին էլ մտնում իրանց այդ անկյունը, գծի մեջ, եւ երրորդը դա ոչ մի դրական փոփոխություն չմցրեց քաղաքի համար։ Դա ոչ մեկի մոտիվացիա չարեց, որ այսօր առողջապրել ագեր ապրեմ, այո, հեծանիվով գնամ Trader Joe's։ Այո։ Ոչ մեկ դա չարեց եւ այժմ եթե տեխնացուներ կան, որ կարող են ընտրվել, նրանց ծրագիրը ամբողջ բրանդով այդ հեծանվի գծերը դնեն, բրանդը փակեն, թուրիմացություն բիզնեսների համար, բացարձակ թուրիմացություն, հետո արդեն մեր քաղաքը շատ քիչ մեքենայակայաններ ունի, parking lot-եր, այդտեղ ուզում են բերեն կառուցեն բարձր շենքեր, որտեղ բնակեցնելու են տարբեր տեղերի ժողովուրդների, որ մեր քաղաքի ինքնությունը սկսելու է քայքայվել։ Դեմոգրաֆիան կփոխվի։ Լրիվ։ Եվ այդ թեմաների մասին
կամ տեղյակ չեն կամ Տեղյակ չեն, վստահաբար բոլորին Էվելինա ջան։ թվում է դա ոչ էական հարց է, բայց էական կլինի, երբ որ քո երեխան արդեն սկսում է շփվել նման բաների հետ եւ Այո։ ոչ ցանկալի, կամ դու ինքդ ուզում ես ինչ-որ տեղ գնաս բրանդի վրա չես կարողանում, որովհետեւ հեծանիվի գծեր են։ Եվ նման բաները պետք է ուշադիր լինել եւ հետեւել եւ զգալ, որ ձեր ձայնը շատ մեծ արժեք ունի եւ անպայման պետք է քվեարկեք։ Որովհետև միանշանակ շատերը տեղեկացված չեն, այո, մտածում են դե լավ ընտրություններ է, ինչ որ տեխնացուներ են, ինձ ինչ, բայց երբ որ հերթը հասնում է ձեր անգամ ինչի չխոսեցինք բնակարաններից, երբ որ հիմա լայսենսները, այդ permit-ները, այսպես ասած, որ ինչ որ շինարարություն են ուզում անել, գիտեմ Glendale քաղաքում ամենախիստն է, այդ բոլորը գիտեն ու ամենաերկարն է տևում։ Այս ամեն ինչը ի սկզբանե գալիս է հենց քաղաքային խորհրդի անդամների որոշումից։ Եվ եթե ճիշտ անդամների ընտրեք, ճիշտ որոշումներ նաև նրանք կկայացնեն։ Շատ հետաքրքիր է, որտեղ եթե ուզում ես քո անձնական տունը վերանորոգես, ինչ որ բան կառուցես, շատ երկար է այդ պերմիտների process-ը, թույլատվությունների։ Այս շենքերը, որ ուզում են կառուցեն, այդ բազմաթիվ բնակիչներով տարբեր տեղերից, շատ արագ կկարողանան այդ թույլատվությունները ստանան expedited։ Եվ արագ կկառուցեն եւ այդ մարդկանց կբերեն կբնակեցնեն, որը այս քաղաքը ի վիճակի չէ այդ քանակությամբ մարդ անել, որովհետեւ ես հրշեջների հետ եմ խոսում, ոստիկանների հետ եմ խոսում, նրանք ասում են մեր քաղաքի չափերից դուրս է այդ ամենը, մենք չենք կարող։ Ապահովությունը Բայց որոշ կազմակերպություններ ինձ էլ հարցազրույց ունեցան իմ հետ, որ ասացին, մենք ես գումար կտանք, մեր գնա ժողովրդի դեմ, ինձ նման հարց են տալիս, ասում են դեմոկրատիկ կազմակերպություն ասել։ Ինձ ասում է կգնա ժողովրդի դեմ, եթե մենք քեզ աջակցենք։ Ես ասացի, գիտեք ինչ, մենք գտնում ենք դեմոկրատիկ երկրում եւ ամբողջ իմաստը դեմոկրատիկ երկրի, որ դու ժողովրդի ձայնը ներկայացնես։ Ես ինչպես կարող եմ ձեր ձայնը ներկայացնել ժողովրդի դեմ։ Բայց դա մտածելու տեղ է տալիս, որ տեխնացուներ կան, որ նման կազմակերպությունների շահերն են ներկայացնելու եւ ոչ թե ժողովրդի ձայնը։ Եվ մեծանալով այդ Glendale քաղաքը, որպեսզի կմեծանա բնակչությամբ, մենք կհանգենք նրան, որ կունենանք ոչ ապահով քաղաք, քանի որ հիմա չգրված օրենք է, Glendale-ը ամենաապահով քաղաքներից մեկն է համարվում Լոս Անջելեսում։ Իրականում անգամ կա տեսակետ, որ Beverly Hills-ից ավելի ապահով է Glendale քաղաքը։ Այս դեպքում ոնց հասկանում եմ, դե կմեծանա գողությունների ու ավազակության թիվը Ուրեմն քվեարկությունը շատ կարևոր է։ Շատ հետաքրքիր էր, իմ ընկերներից մեկը ուկրաինացի է եւ ասաց, որ Էվելինա, ասում է, ես այս վերջերս տեսա, որ Երևանը ամենաապահով քաղաքն է աշխարհում, ասեցի, չգիտեմ որտեղից իմացար, ասաց, տեսա, որ դրամապանակ էին դրել մեքենայի վրա դիտմամբ յութուբերները եւ գումարեր մեջը եւ հերվից նկարում են, տեսնում են դրամապանակ ընկնում է, գումարներ ընկնում է, մարդիկ գալիս են, հերթով մեջը դնում, տեղն են դնում եւ 15 րոպե այդպես։ Եվ շատ անգամ հայերի այդ կառուցված Glendale-ին կրեդիտ չեն տալիս, որ հայերի պատճառով ապահով, ասում են, մեր ոստիկանությունը շատ լավն է, որ իրականում, այո, շատ լավն է, բայց առանց հայերի շատ հայեր կան հենց նույն։ Բայց առանց հայերի մենք չենք ունենա այս ապահովության այս ապահով քաղաքը, որը մենք ունենք այժմ։ Կան ուրիշ ինչ-որ ծրագրային բարեփոխումներ կամ նպատակներ, որոնք կուզենայիք իրագործել հետագայում, արդեն երբ որ համարենք խորհրդի անդամ եք, որ մի նոր բարեփոխում կլինի եւ դա ել ավելի կօգնի մեր հայ համայնքին։ Իհարկե, մեր ծրագրի ամենաերեք ոնց որ կարևոր կետերը այն են, որ ապահովությունը քաղաքի էս անկանոն վարորդական իրավիճակները մենք փորձելու ենք, ոչ թե փորձելու ենք, մենք պետք է կանգնեցնենք այդ Glen-Oaks-ի վրա այդ ամեն ինչը որ տեղի ունենում եւ անապահով մարդկանց, այո, շատ մարդիկ վթարների են ենթարկվում։ Դա համար առաջինն է, որ անվտանգությունը ապահովեն, կողոպուտներ չլինեն տներում եւ ավելի այդ ամենը կչացվի։ Երկրորդը բիզնեսների, ինչպես դուք ասացիք, տների համար որ պերմիտներ են հարկավոր, այդ red tape-ը, բյուրոկրատիկ թղթաբանությունը դա կրճատվի, որովհետեւ հիմա կան տեխնոլոգիական առաջադիմություններ, որոնք թույլ են տալիս, որ առաջադիմես եւ ավելի արագացնես թղթաբանությունը։ Եվ մենք չենք օգտագործում եւ պետք է անպայման փորձել օգտագործել, իսկ երրորդը դա մեր ընտանեկան արժեքներն են, մեր
ավելի կոնսերվատիվ ընտանեկան արժեքներ, որ մենք ուզում ենք մեր Glendale քաղաքը այդպիսով շարունակվի եւ ընտանիքների համար լինի ապահով եւ հաճելի տեղ ապրելու։ Այ դուք ունեք 4 զավակ, համարում եք, որ Glendale-ը Լոս Անջելեսի ամենաապահով քաղաքներից մեկն է, ճիշտ է։ Իսկ որպես այդպեսին լինելով հայ, կարծում եք, որ երեխաները պետք է անպայման հայկական դպրոցում կրթվեն, հայ կրթություն ստանան, թե միևնույնն է, ուղղակի լեզուն կարևոր է պահպանել։ Ինչպես եք տեսնում հայ մշակույթի պահպանումը Լոս Անջելեսում, չասեմ ԱՄՆ-ում։ Հետաքրքիր հարց եք տալիս, որտեվ սկսեմ նրանից, որ ասացիք ընտրում եք ապրել Glendale-ում, դա շատ ճիշտ է։ Ես կարող եի ապրել ցանկացած տեղում, աշխարհի վրա, Ֆրանսիայում տուն ունենք, չգիտեմ, կամ տարբեր տեղեր կարող են գնանք, բայց ընտրում ենք ապրել անպայման Glendale-ում, հայացի դաստիարակություն տալ երեխաներին եւ երեխաները տարբեր դպրոցներ են գնացել, երեքը, մեկը հայկական, մյուսները ֆրանսիական, հիմա մի քիչ ամերիկյան, բայց անպայման գնացել են շաբաթօրյա կրթություն, հայկական տառերը եւ գրելը սովորել են, բայց հիմնականում հայ են մեծացել, ինչի պատճառով, որովհետեւ Glendale-ում ենք մենք։ Այդ կրթությունը, դաստիարակությունը, այդ հպարտությունը ամենակարևորը, որ հայ ես զգում քեզ եւ հպարտ ես այդ անունով, դա շատ կարևոր է, որովհետեւ նոր սերունդը ուզում ես, հիմա փոքրիկին նոր պետք է որոշեք ինչ դպրոց տանք, մի տարեկան մի քանի օր առաջ լրացավ։ Շնորհավորում եմ։ Մերսի շատ։ Եվ պետք է կողմնորոշվենք, հիմա շատ ավելի մեծ ընտրություն ունենք հայկական դպրոցների, երբ որ իմ մեծերն էին փոքրիկ, շատ մեծ ընտրություն չունենք հայկական դպրոցների, այնպիսի, որտեղ մենք կուզեինք գնալ եւ այնպիսի կրթություն, հիմա շատ բարձր որակի կրթություն են տալիս հայկական դպրոցները, անգամ Շամիլյանը Blue Ribbon School-ա դարձել, դպրոցա դարձել, որը մեծ պատիվ է եւ դա նշանակում է, որ մենք տարի առ տարի ավելի բարելավում ենք մեր կրթական մակարդակը եւ ես իհարկե իմ երեխաների համար ուզում եի, որ բարձր մակարդակի կրթություն ստանան եւ այդպես էլ կա, բայց հիմա հայկական կրթությունն էլ շատ բարձր մակարդակի է, որովհետեւ մի ժամանակ կար տեսակետ, որ հայկական դպրոց high school ավարտելուց հետո Ivy League համալսարաններ չէին ընդունվում, բայց ոնց հասկանում եմ հիմա դա փոխվել է։ Այո, կարծում եմ փոխվել է, որովհետև ինքս գիտեմ, որ Ալեք Փիլիպոս ավարտականներից շատերը ընդունվում են եւ հիմա այդ ինչպես խոսեցին կրթական մակարդակը փոխվում է եւ պետք է նորից շարունակենք։ Ես ընտրարշավի ծրագրի մեջ արդեն ներառել եք։ Գնում եմ տարբեր դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ ապշած եմ, որ այդպիսի բարձր կրթություն են տալիս երեխաներին, հայկական ոտանավորներ, երգեր եւ ամենակարևորը այնքան հպարտ են, որ իրենք հայ են եւ իրենք իրենց տանն են իրենց զգում, որ շատ հուզիչ է դա եւ ես դրա համար ավելի մոտիվացիա եմ ունենում, որ անպայման հաղթեմ եւ կարողանամ այս երեխաներին, այո, կրթական ավելի ինչ որ բարձր մակարդակներ ապահովել, որ կարողանան պետական մթնոլորտների մեջ մտնեն, քաղաքական մթնոլորտների մեջ, որը մենք շատ քիչ ունենք հայերը, որոնք քաղաքականության մեջ են։ Այո, հայերը քիչ են քաղաքականության մեջ, շատ են բիզնեսի մեջ։ Ճիշտ է, դեռևս խորհրդի անդամ չեք, բայց անելով ձեր փոքրիկ վիճակագրությունը ավելի աճում է քանակը, որ հայերը ցանկանում են բիզնես բացել Glendale-ի, թե նվազում է։ Ինձ թվում է հայը որպես իրենով այնպեսի ազգ է, որ անպայման ուզում է իր բիզնես ունենա։ Բիզնես տուն եւ բիզնես։ Շատ ողջունելի բաներ են դա եւ ես կուզեմ էլ ավելի հարմարավետ լինի Glendale քաղաքը բիզնեսների համար, մանավանդ կոչվում է mom and pop shop, չէ։ Այո, փոքր բիզնեսները, որ ես չեմ ուզի, որ նոր է սկսում կամ էլի փոքր բիզնես համարվում է, ինչքան գիտեմ 50 միլիոնից կամ ինչքանից ավելի փոքր է համարվում։ Ես կուզեմ, որ բոլորը այնպեսի ցանկություն ունենան, որ իրենց բիզնեսը բացեն եւ թեկուզ կանայք ավելի ինքնավստահ լինեն, որ կարող ենք մեր բիզնեսը բացեն եւ բարգավաճենք եւ ավելի հեշտացնել այդ process-ները, ոչ թե ավելի բարդացնել։ Էվելինա ջան, իմ վերջի հարցը շատ տեղին կլինի ձեզ, ճիշտ է դուք խորհրդի անդամի տեխնացություն եք դրել, բայց որ մեկ օրով լինեիք ԱՄՆ նախագահ, ինչ գլոբալ փոփոխություն կանեիք ԱՄՆ-ում։ Oh wow. Glendale-ից անցնենք ամբողջ ԱՄՆ։ Ինչպես ինձ թվում է այդ շատերը կասեն, կուզեի, որ աշխարհում խաղաղություն լինի։ Եթե ինչ-որ բանով կարողանայի աջակցել, որ աշխարհում խաղաղություն լինի, այդ կանեի։
Այսպիսով, այս podcast-ից մենք հասկացանք, որ Glendale-ում, եթե դուք բնակվում եք Glendale-ում, Glendale քաղաքի բնակիչ եք, եղեք ակտիվ, առհասարակ եղեք ակտիվ, որովհետև ես գիտեմ անգամ հետո խորհուրդը որ հավաքվում է, դուք ընտրվում եք ամեն շաբաթ, թե ամիս ունենում եք նիստեր, այո։ Ամեն շաբաթ։ Ամեն շաբաթ։ Եվ ձեր հուզող հարցերը նաև ցանկալի այդ նիստերում քննարկեք, ճիշտ է, որովհետև այդ իսկ միջոցով դուք ձեր ձայնը տեղ կհասցնեք եւ խորհրդային մյուս անդամները, ովքեր հայազգի ներկայացուցիչներ չեն, որոշակի կերպով կտեսնեն, որ կա խնդիր, որի լուծումը պետք է առաջադրվի։ Այո։ Ես կուզեի ավելացնել, որ ոչ միայն Glendale քաղաքում, այլ եթե մենք ունենանք ուժ, որ Երևա մենք այս քանակությամբ հայ ունենք, որոնք քվեարկեցին, այդ թվերը գրանցվում են։ Դա արդեն մենք դառնում ենք ազդեցիկ խումբ, community, որոնք կարող են արդեն ինչ-որ հարցեր լուծել։ Բայց քանի որ հիմա մեր թիվը քիչ է երևում, բայց իրականության հետ դա չի համընկնում, մենք մեծ թվով ենք այստեղ բնակվում եւ դրա պատճառով մենք ունենում ենք այսպիսի բաներ, որ գալիս փնովում են, վատ խոսքեր են ասում հայերի մասին, ուրիշ ազգերի մասին չեն կարողանում վատ բան ասեն, որովհետեւ անմիջապես պատասխան կստանան, բայց քանի որ մեզ համարում են փոքր գաղութ են, փոքր community են, ինչ ուզեն կարող ենք ասել։ Դրա համար փորձում ենք փոխել այդ կերպարը հայի, որ ցույց տանք, որ հայերը ուժ ունեն եւ տեղ ունեն այս երկրում։ Եվ Glendale քաղաքում հաստատ ընտրությունները կեղծված չեն, մասնակցեք։ Այդ Երևան քաղաքի նախագահի կամ վարչապետի ընտրություններ չեն։ Էվելինա ջան, շնորհակալ եմ, որ հյուր եկաք ինձ, շատ հաճելի էր ձեզ հետ շփվել, շատ ակտիվ, շատ լավ էներգետիկա ունի Էվելինան, վստահ եմ, որ մեր քաղաքային խորհրդում լինելով ձեր նման տեխնացու Glendale քաղաքին մեծ օգուտ կտաք։ Շնորհակալություն, շատ զգացված եմ այսօր այստեղ ներկա լինելու եւ ձեզ էլ համենայն հաջողություններ եմ ցանկանում։ Շնորհակալություն։